Սրանք իրենց աչքի առաջ են պահում մոտ ապագայում իրականացվելիք ժողովրդի հոգնածության ինժեներական արտադրությունը։ Ու այդ արվելու է, չնայած արդեն արվում է։ Լուրերով, տարբեր դժբախտություններով, տնտեսական անորոշությամբ, շարունակվող ճնշումներով, քաղաքական ցնցումներով, բլոգերների ու հաղորդավարների կողմից միտումնավոր լույսի բանակին չանդրադառնալով ու ամեն օր թուրքական շտապ օգնության Երևանում հայտնվելու նման տարատեսակ ներվ ուտող ու մարդկանց հունից հանող քայլերով, որ ժողովրդին պահեն հոգնած ոչ թե պայքարելու, այլ նույն կոտրվելու ու արհեստականորեն ստեղծած իբր անկարողության գիտակցումը վերապրելու ռեժիմում։ Ու չորրորդը, դա ինքնության շեղումն է։ Հայը սկսում է մտածել ոչ թե իր առաքելությամբ, այլ իր կենցաղով։ Ու երբ ազգը կորցնում է իր առաքելությունը, ինքը դառնում է իրար փնովող, իրար ատող, իրար չվստահող մի հատ ամբող, ինչը փաստացի մենք այսօր կանք։ Դրա համար այն, ով այսքանը հասկանում է, ինքնուրույն վերականգնել ձեր մեջ ազգ ու ժողովուրդ լինելու ձեր բաժին պարտականությունը ու կանգնեք քաղաքակրթական, ազգայնական ու պետականամետ գաղափարների հիման վրա հիմնված վերածննդի շարժման կողքը։